լավ ջրի հետ ինչ է լինելու, հոսանքի հետ ինչ է լինելու։ Ջրանջատումների խնդրումը շատ լուրջ է։ Իհարկե մարդիկ կենտրոնանում են Երևանի վրա, բայց Երևանից դուրս բազմաթիվ համայնքներում 6 ժամյա ջրամատակարարում կա օրինակ։ Ջրաղբյուրների ջրատվությունը նվազել է ավելի քան 24%-ով, որ եթե շատ եմ խոսում, դու ընդհատի ասա միտքդ։ Իրենց բակում հսկա շենք է բարձրանում, մոտավորապես 10,000 բնակարան ավելանում 112 շենքով։ Ում վրա է այս պարտականությունը, ով պետք է դա անի։ Երևան քաղաքապետարանը օրինակ տալիս է այս թույլտվությունները, ասես աչուձախ տալիս է։ Գուցե կառավարությունը ասում է, որ պետքա 10, որտեղ ներդրում է տնտեսության վրա դա դրական ազդեցություն ունի։ Ջուրը միջև Երևան հասնելը այդ բնակավայրի կողքով անցնում եւ այնտեղ կառուցվող շենքերն են ազդեցություն ունենում ջրի վրա։ Նաև Մասիսի գյուղերում օրինակ Հայանիստում են կառուցվում։ Շենք։ Հա, շենքեր են կառուցվում։ Գյուղը շենք ինչ են կառուցվում։ Դե մոտ է Երևանին։ Այսքան մարդ, այսքան մեքենա։ Լավատեսական բան ասեմ, Վիոլիա ջրի հետ կապված ենթակառուցվածքների Վիոլիա մաշվածության ջրի հետ կապված լավատեսական բան կա։ լավատեսական բան կա։ Խոստանում են Երևանում, Գյումրիում եւ Վանաձորում ապահովել 24 ժամյա ջրամատակարարում